Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հագեցած էր, ընդգրկված էր 5 հարց առաջին ընթերցմամբ, ևս 2 հարց երկրորդ ընթերցմամբ։ Նիստը սկսվեց ներդրումների մասին օրենքի նախագծի քննարկմամբ, որի զեկույցը վերապահվեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանին։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի իրավական հիմքեր, ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը եւ խթանում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Ըստ նախարարի տեղակալի նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնելու իր միջազգային ներդրումային վարկանիշը եւ մրցունակությունը, ներդրումային գրավչությունը եւ խթանելու կայուն ու ներառական տնտեսական աճը։ Այսպիսով նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները, ներդրողների իրավունքները եւ այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչահարությունը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակ։ Նախագծի մասին հիմնական զեկուցումից հետո հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ օրենքի նախագծի մանրակրկիտ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել նաև շահագրգիռ գործարարների մասնակցությամբ։ Ներդրումների մասին օրենքի նախագիծը քննարկումից հետո արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ ընդգրկվելու է ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։ Օրակարգի հաջորդ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելուն վերաբերող օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքով 2023 թվականին Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որը նախատեսում է ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում։ Սա հարկային թափանցիկությունն ապահովող կարևոր գործիքակազմ է։ Այն հնարավորություն է տալիս ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն փոխանակելու տարբեր երկրների միջև, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։ Փոփոխությունները հիմնականում վերաբերում են որոշակի դրույթների հստակեցմանը, կապված ինքնահայտարարագրի հետ, նույնականացման կանոնների հետ, կազմակերպությունների եւ անձանց հաշվետերերի նույնականացման հետ։ Հարցն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման հիմնական զեկուցողն էր ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էր։ Նա ընդգծեց, որ նախագծի նպատակը ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է, ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով։ Արտադրողների համար ասում ենք, որ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե ոսկյա իրի արտադրանքի ամբողջ գնի հաշվով, այլ դրանից նվազեցնելով նշված երկու հումքերի արժեքը՝ ոսկու եւ թանկարժեք քարի արժեքը, եւ ըստ էության միայն նոր ստեղծված արժեքը, նոր ավելացված արժեքը, որը աշխատանքն է եւ շահույթը, ենթակա կլինի ավելացված արժեքի հարկով հարկման։ Հանձնաժողովն այս նախագծին եւս դրական եզրակացություն տվեց։ Մաքսային ստուգումների գործընթացը մոտեցնում ենք հարկային ստուգումներին եւ էական փոփոխություններ ենք առաջարկում, որոնք հստակեցնում են մաքսային համակարգի հետ առնչվող տնտեսվարող սուբյեկտների համար խաղի կանոնները։ Այս մասին արդեն նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացնում մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էդուարդ Հակոբյանն անդրադարձ կատարեց մաքսային ստուգման կամերալ եւ արտաքին տեսակների մասով կատարված լրամշակումներին։ Ըստ նրա սահմանված չեն կամերալ մաքսային ստուգման ժամկետը ստուգման սկիզբ համարելու ամսաթիվը։ Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է առանց վարչական վարույթի մասին ծանուցման եւ առանց ստուգման ժամկետի սահմանափակման, որն անորոշությունից բացի ստեղծում է իրավիճակ, որ ստուգումները վիճարկվում են պարբերաբար։ Կամերա ստուգման սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի։ Ծանուցումների մասին մի փոքր ավելի ուշ կխոսեմ, թե ինչ կարգավորումներ ենք նախատեսում։ Ընդ որում ֆիքսում ենք, որ կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել եւ չի կարող կասեցվել։ ՊԵԿ նախագահի կողմից բերված նախագիծը եւ օրակարգում արկա երկրորդ ընթերցման նախագծերը նույնպես հանձնաժողովի կողմից ստացան դրական եզրակացություն։